նորից այն միտքը, որ ես ունեցել եմ անցյալ տարի եւ կարողացանք ֆիլհարմոնիկի հետ վերջապես իրականացնել, որտեղ մի քանի անգամ ցավոք չստացվեց։ Հիմա այս տարի հույսով եմ, որ էլի ինչ-որ խոչընդոտներ չեն լինի եւ սեպտեմբերին նորից գնալու ենք շրջակայության, նորից իմ ամենասիրած վայրերը, այսինքն Սյունիք եւ ոչ միայն համերգները կլինեն Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, որը որ Սիսիանը նոր քաղաք է, որ անցյալ անգամ չենք եղել։ Նաեւ Գյումրիում ենք նվագելու, դե Երևանում իհարկե։ Ծրագիրը դեռ պարզ չի, ճիշտ ասած դեռ չեմ, այսինքն ես ինքս չեմ որոշել կոնկրետ իմ բաժնով ինչ կոնցերտ եմ կատարելու, բայց այո, ֆիլհարմոնիկի հետ է լինելու եւ Էդուարդի Թոքչյան։ Նաեւ ճիշտ ասած մի բան, որը որ ավելացել է, ես շատ կուզենայի հանդիպումներ ունենայի այնտեղի, չգիտեմ, երաժշտական դպրոցներն են, ուսումնարաններն են եւ այլն, որ մի քիչ ծանոթանայի երիտասարդության հետ, նաեւ հասկանայի ինչ որ չափով մակարդակը այդ ամեն ինչի, դա այն նպատակ ունի, որ ընկերոջս հետ, որը որ ջութակար է, նաև պրոֆեսոր է Գերմանիայում, Դետմոլդի կոնսերվատորիայում, միտք ունենք, որ փորձենք ինչ-որ շատ եմ խոսել ես այդ ակադեմիայի մտքի մասին, որը որ ոչ մի ձևի դեռ դժվար է ինձ համար պատկերացնել ոնց եմ իրականացնելու, բայց հիմա ոնց որ թե ինչ-որ ուրվագիծ կա եւ կարծում եմ, որ մոտ ապագայում կկարողանան կոնկրետացնել դա եւ իրեն միջոցով, քանի ես ունեմ դեռ այդ իմ համերգների ոնց որ շարքը եւ համերգներով լի եմ եւ ակտիվ գործունեություն ունեմ որպես սոլիստ, ինձ դժվար կլինի շատ հաճախ լինել Հայաստանում, բայց իմ նպատակը նա է, մենք հիմա խոսակցություն գնաց նույն Արցախի նվագախմբի մասին կամ ընդհանրապես երիտասարդ երաժիշտների մասին, ինձ թվում է բացի իհարկե, որ շատ կարևոր է նվագախումբ ունենալ, բայց մակարդակը կարողանալ ապահովելու համար դու պետք է ունենաս մասնագետներ, որոնք որ այդ մակարդակը տալիս են երեխաներին։ Հայաստանում մենք ունենք շատ մեծ բաց, այսինքն ժամանակին միջև հիմա էլ միգուցե դեռ սնվում ենք այդ սովետական ժամանակվա դպրոցից եւ այդ ստացած աղբյուրից, բայց դրանից խնդիրը այն է, որ այսօրվա դրությամբ մեր մասնագետները քչանում են եւ դրա տեղը ոչ մի այդ բացը չի լրացվում։ Եվ մեզ դա է պետք, որ կարողանանք նաև վաղը չեմ այսօր ապահովենք լավ մակարդակ նվագախմբերում եւ այլն, որտեւ եթե իրականում միջազգային մակարդակին ենք ուզում հասնել, երկարատև պետք է ուրիշ փոփոխություն արվի, էլի։ Եվ այն փոփոխություն, որը որ դե դրա մասին էլ ես պետք է մտածեմ։